Սիրելի ժողովուրդ, Մալաչա Սեբաստիա վարչական շրջանի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժողովուրդ ջան, նախընտրական քարոզարշավը մոտենում է իր եզրագծին եւ մենք պետք է կոնկրետանանք մեր հետագա անելիքների վերաբերյալ։ Ես ուզում եմ նորից ընդգծել, որ առաջկա մեր անելիքը ըստ էության շարունակությունը պիտի լինի նրա, ինչը մենք արդեն բավականին երկար ժամանակ ստեղծել ենք, խոսքը նոր որակի պետություն ունենալու եւ Հայաստանի Հանրապետության որպես անկախ ինքնիշխան պետության վերելքը ապահովելու մասին է։ Եվ մենք արդեն սկսել ենք եւ այսօր տեղի է ունենում։ Ընդամենը այս տարվա հունվարին մենք Երևանի պետական համալսարանում բացեցինք արհեստական բանականության կենտրոնը։ Հայաստանի պետական բյուջեից մենք 10 միլիոն դոլարով Երևանի պետական համալսարանի համար սուպեր համակարգիչ գնեցինք եւ արհեստական բանականության կենտրոն ստեղծեցինք, որը հասանելի է այսօր մեր երկրի ամբողջ գիտական եւ կրթական հանրությանը։ Հենց այսօր Գագարինում տեղի է ունենում արհեստական բանականության առաջին գործարանի բացումը Հայաստանի Հանրապետությունում 70 միլիոն դոլարի ներդրում։ Հունիսի կեսերին, ամենաուշը կեսերին հունիսի մեջ տեղի է ունենալու արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը Հրազդան մեքենա գործարանի տարածքում Firebird ընկերության ներդրումային ծրագիրն է շուրջ 5 միլիարդ դոլարի։ Ուզում եմ ընդգծել, որ այդ երկու իրադարձություններն էլ սերտորեն կապված են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումների հետ, որովհետև եթե հիշում եք նախագահ Տրամփի հետ մենք նաև երկկողմ ձևաչափով երկու փաստաթուղթ ստորագրեցինք, մի քանի փաստաթուղթ ստորագրեցինք, այդ թվում տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը։ Եվ տեսեք, մեր նաև գործողությունների արագությունն է փոխվում։ Մի տարի չի անցել, դեռ օգոստոսի 8-ից մի տարի չանցած Հայաստանում արդեն 2 հատ արհեստական բանականության գործարան է կառուցվելու։ Արհեստական բանականությունը այնա, ինչ որ նոր կյանքի եւ նոր զարգացումների եւ տեխնոլոգիաների մասին է։ Ընդհանրապես արհեստական բանականության ստեղծումը այսօր համեմատում են էլեկտրաէներգիայի ստեղծման հետ, այսինքն ինչ էլեկտրաէներգիան այսօր դեր ունի մեր կյանքում, նույնն էլ առաջիկայում արհեստական բանականությունն է ունենալու։ Եվ մենք այս տրամաբանությամբ է, որ նախորդի 2025-2017 թվականի համեմատությամբ մենք գիտության ֆինանսավորումը 2.7 անգամ ավելացրել ենք, 2.8 անգամ, 180%-ով։ Եվ գիտության ոլորտում աշխատավարձերը ավելացրել ենք 100-300%-ով, նույնիսկ 350%-ով։ Եվ նաև այդ բանի շնորհիվ է, որ դուք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ տեսաք ոչ միայն ժամանակակից օտարերկրյա արտադրության սպառազինություն, այլև տեսաք արտադրված է Հայաստանի Հանրապետությունում Եվ որ շատ կարևոր եւ ուրախալի է, այդ սպառազինությունը արդեն դուրս է գալիս միջազգային շուկա եւ մենք արդեն առաջին արտահանման պայմանագրեր ունենք զարգացած երկրների հետ։ Հասկանալիորեն ես չեմ կարող երկրների անունները տամ, բայց արդեն պատկերացրեք, մենք զարգացած երկրներ ենք արտահանում։ Մենք նոր որակի պետության ձևավորման գործողությունը եւ ռազմավարությունը դեռ շատ վաղուց ենք սկսել։ Եվ նախորդ տարվա վերջին ընդունվեց Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որտեղ մենք կրթությունը հայտարարեցինք ռազմավարությունների ռազմավարություն։ Այսինքն բոլոր ռազմավարություններից ամենաբարձրագույնը հայտարարեցինք կրթությունը, որովհետեւ նոր որակի պետությունը ենթադրում է նոր որակի կրթություն։ Որովհետեւ մենք չենք պատկերացնում, որ մեր երեխեքը պետք է
բանվորությամբ, թեկուզ բարձր որակավորման բանվորությամբ իրանց կյանքի վաստակը ստանան։ Մենք պատկերացնում ենք, որ բարձր որակավորված աշխատանքով եւ բարձր սեգմենտի բիզնեսով, այդ թվում բարձր գնային սեգմենտ ունեցող գյուղատնտեսությամբ պետք է մենք մեր երկրի գյուղատնտեսությունը զարգացնենք։ 2018 թվականից մինչև 2025 թվականը մենք 50 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերել ինտենսիվ այգիների ձևավորման գործում։ Եվ ես ուրախ եմ, որ այս ընկալումը փոխվում է։ 2018 թվականին, երբ ես գնում էի գյուղեր եւ մարդկանց հետ խոսում էի ինտենսիվ գյուղատնտեսության մասին, կաթիլային ոռոգման մասին, ես զգում էի, որ մարդիկ ոչ միայն չեն ընդունում այդ խոսույթը, այլև շատ ակտիվ հակադարձում են եւ նույնիսկ նեղվում են։ Այսօր ես ուրախ եմ, որ գյուղ մտնում ենք, ասում են աջակցեք մեզ, որ մենք կաթիլային ոռոգում ունենանք, աջակցեք մեզ, որ մենք ինտենսիվ գյուղատնտեսություն ունենանք, եւ մենք գյուղացի կողքին կանգնելու ենք, որ այդ անցումը հին գյուղատնտեսությունից նոր գյուղատնտեսություն այդտեղ չեղ կառաջանում, որովհետեւ հին ծառը պետք է փոխվի նոր ծառով, այսինքն ոչ բերքատվության շրջան ալնելու։ Եվ մենք պետք է հասկանանք եւ մենք պետք է աջակցենք գյուղացուն, որ եւ ֆերմերներին, որ իրանք այդ հատվածը անցնեն։ Բայց ամեն ինչը պետք է հիմնված լինի գիտելիքի եւ կրթության վրա։ Այս է պատճառը, որ 300 դպրոց 500 մանկապարտեզ առաջին ծրագիրը ավարտելուց հետո 2026-ին ավարտում ենք։ Մենք անցում ենք կատարում երկրորդ 300 դպրոցի նորոգման, կառուցման, հիմնանորոգման եւ 100 մանկապարտեզի կառուցման հիմնանորոգման ծրագրի, որովհետեւ գիտելիքը եւ կրթությունը մեր առաջնահերթությունն է եւ դա պարտադիր է նոր որակի պետություն ունենալու համար։ Բայց նոր որակի պետությունը ենթադրում է նաեւ նոր որակի կյանք եւ նոր որակի սոցիալական ապահովություն։ Բայց սա էլ մենք չենք ասում որպես կարգախոս, որը ինչ որ հեռու ապագայում է։ Այսօր տեղի է ունեցել հեղափոխություն բառեզբուն իմաստով առողջապահության ոլորտում։ 65+ տարեկի թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկան երեխաները պետական բյուջեի վճարումների հաշվին ապահովում են նվազագույն առողջապահական կարիքներով։ Լսել եք դրա մասին, տեսել եք դա թե չէ։ Այսօր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Աննախադեպ բան։ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է, պլյուս անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի հնարավորություն։ Այսօր մենք ուսուցիչների ատեստավորման միջոցով ուսուցիչների աշխատավարձը ընդհանուր կրկնապատկել ենք, ընդհանուր կրկնապատկելու հնարավորություն ենք ստեղծել։ Բայց այն ուսուցիչները, ովքեր արդեն ատեստավորվել են, հաջորդ շրջափուլում էլի ատեստավորվելու հնարավորություն են ունենալու։ Եվ եթե նախորդ փուլում ատեստավորման արդյունքում դրույքաչափը դառնում էր 100,000-ից 200,000 դրամ, գումարած ատեստավորման տոկոսը այս փուլում դրույքաչափը 200,000-ից դառնալու է 300,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը։ 2018 թվականից ժողովուրդ ջան, մենք մի միլիարդ դոլարի աջակցություն ենք ցույց տվել տարբեր ծրագրերով, տարբեր քաղաքացիների իրենց բնակարանային հարցերը լուծելու համար, կամ բնակարան ձեռք բերելու համար, կամ բնակարանը ռենովացիայի ենթարկելու համար, այդ թվում սահմանամերձ գյուղերում իրականացվող 16 միլիոնի ծրագիրը։ Մենք այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին 50 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետությունում տուն առնեն եւ տնավորվեն։ Առաջիկա 10 տարիներին մենք 800 միլիարդ դրամի աջակցություն ենք պլանավորում Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրներին իրենց բնակարանային խնդիրը ապահովելու համար։ Բայց այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք չեն ուզում այդ մարդկանց թողեն, որ այդ մարդիկ տնավորվեն։ Անընդհատ ուզում են իրենց պահել, այդ մարդկանց պահել պանդուխտի եւ գաղթականի տրամաբանության մեջ, որ մարդիկ իրենց Հայաստանում անդած գան ճամփի վրա, որպես մի կանգար ժամանակավոր։ Ես էլի դիմում եմ
Հարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին 800 միլիարդ դրամի ծրագիր են իրականացնում։ Դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում, դիմեք Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Դուք եւ ձեր զավակները պետք է ապրեք ձեր հայրենիքում, իսկ հայրենիքը պետությունն է, Հայաստանի Հանրապետությունը։ Նոր որակի պետություն եւ պետության վերել։ Ահա, էսա մեր բարձրագույն խնդիրը։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, ժողովուրդ ջան, այն ինչ որ հիմա տեղի ունեցել, տեսեք, օգոստոս, ես խոսում եմ արհեստական բանականության գործարանների ստեղծման մասին։ Հրազդան մեքենա գործարանում իրականացող ծրագիրը Միացյալ Նահանգների փոխնախագահ եկավ հայտարարեց 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մասին է խոսքը։ 5 միլիարդ դոլարի Տրիպ նախագիծն է իրականացվում, որը այդ թեման էլ փակվեց ժողովուրդ ջան, հոգիներս կերան, 5 տարի հոգիներս կերան, բայց ինչու կերան, թե միջանցք են խոստացել, միջանցք են տալիս, միջանցք են խոստացել, միջանցք են տալիս, ի վերջո թուղթը նախաստորագրվեց եւ հրապարակվեց, որտեղ ասում է, որ Տրիպ նախագիծը իրագործվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա։ Տրիպ նախագծի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք իր իրավազորությունը մաքսային սահմանային գործառույթների նկատմամբ։ Եվ դեռ այս ամենի մի հատ էլ նախադասություն ավելացրին, որ ընդհանրապես թեմա չլինի, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրագործումը Տրիպ իրագործման նախագծի բոլոր գործիների նկատմամբ, որը մեկը տեղ չունեն ասի, այնտեղ մի հատ կոշիկի տեղ կա 42 ռազմերի, այդ 42 ռազմերի կոշիկի տեղը բան են տվել, միջանցքային կոշիկ է դա, այդ տեղ իրավազորությունը սահմանափակված է, ավելին ասել, այդ հարավում երկաթուղի ենք մենք ունենալու, բայց նաև հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում։ Պարզվում է, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի հյուսիսով։ Մասնավորապես Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ։ Եվ այսօր արդեն ներդրումային քննարկումներ ենք ունենում առաջինը բեռնատար մեքենաների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար։ Սա միլիարդների եկամուտներ է Հայաստանի Հանրապետության համար։ Պլյուս մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով, ովքեր չգիտեն ասեն, որ այդտեղ շատ մեծ խնդիր կա Հաղարդային գյուղի հատվածում բան ա եղել, սողանք կա 90-ականների սկզբից ու շատ մեծ կտոր հողի երկաթուղու սենց քանդված ա լրի, հողն ա հոսում ու դա վերականգնման համար առնվազն 500 միլիոն դոլար փող ա հարկավոր։ Նախկինում այդ փողի շուրջ, որը լուրջ քննարկում չուներ, որովհետև փողը դրվում ա պետք ա փողը հետ բերվի։ Հիմա ծրագիրը փոխվել է հետևյալ տրամաբանությամբ։ Իջևան Հրազդան երկաթուղին ընդհանուր մոտենում է Լերմոնտովո գյուղի հատվածում Վանաձոր Գյումրի երկաթուղու ճյուղի եւ այդտեղ 6 կիլոմետրանոց հատված կա։ Այդ երկու հատվածը, որ մենք կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղի եւ այդ դեպքում այդ 500 միլիոն դոլար ներդրողներ հաստատ կգտնվեն։ Մենք գնալու ենք այս ճանապարհով, բայց ինչ է ասում։ Տեսեք, այդ արհեստական բանականության գործարանները այսօր արդեն բացվում են, իսկ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արհեստական բանականության շուրջ համագործակցության հուշագիրը ստորագրվեց եւ խաղաղության հաստատման մասին հռչակագիրը ստորագրվեց։ Այսինքն նույն օրը երկու բանը տեղի ունեցավ։ Ես նկատի ունեմ, որ նոր որակի պետության ստեղծման համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը դառնա ինստիտուցիոնալ, խաղաղությունը շարունակվի ոչ միայն գոյություն ունենալ, այլև ուժեղանա եւ հարատևի։ Սրա համար այսօր ինչ որ ասեցի, շատ կարևոր է, բայց ամենակարևորը հետեւյալն է, որ առաջիկա ընտրություններում հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին գնա ընտրական տեղամաս եւ տեր կանգնի խաղաղությանը։ Այս ընտրությունների հարցերի հարցը է ժողովուրդ։ Մնացածը շատ կարևոր է իհարկե, բայց կա կուլմինացիա, չէ՞ որ կարևորներից կարևորը։
Հեսա պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք, գնալ հունիսի 7-ին ընտրական տեղամաս և տեր կանգնել խաղաղությանը, որովհետև մեր 9 ամսյա խաղաղությունը նման է 9 ամսյա երեխայի։ Եթե նրա նկատմամբ հոգ չտանեք, ինքը չի ապրի։ Դուք պետք է կյանքի և ապրելու, և զարգանալու, և կայանալու, և ոտքի կանգնելու իրավունք տաք խաղաղությանը։ Սրա համար հարկավոր է գործել հետևյալ տրամաբանությամբ։ 2026 թվականի հունիսի 7-ին անպայման գնալ ընտրական տեղամաս և գործել հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև սա իշխանության աթոռի պաշտոնի կռիվ չի, սա պայքար է անում պետության, սա պայքար է անում անկախության, սա պայքար է անում ապագայի, սա պայքար է անում խաղաղության, և հետևաբար 2026 թվականի հունիսի 7-ին 16-ի օգտին քվեարկելը պիտի նշանակի, որ խաղաղությանը տեր ենք, որ պետությանը տեր ենք, որ անկախությանը տեր ենք, որ ապագային տեր ենք, և շատ կարևոր է, որ այս բոլոր դարակազմի հարցերին և խնդիրներին և իրավիճակներին տեր կանգնելու խնդիրը պետք է լուծի մի մարդ, ընդամենը մի մարդ, և շատ կարևոր է, մենք այս իհարկե ժողովրդի և բոլորի խնդիրն է, բայց շատ կարևոր է, որ ոչ մեկ չխուսափի, ոչ մեկ չփորձի մեզանից ընդհանուրի մեջ տարալուծվել, ասել այդ բոլորինն այդ իմը չի։ Հեսա պատճառը, որ մենք ասում ենք, որ այս բոլոր թնջուկների վերաբերյալ որոշում պետք է կայացնի մի մարդ, այս բոլոր բարդ հանգույցները պետք է հանգուցալուծի մի մարդ, պատկերացնում եք, ընդամենը մի մարդ, և այդ մեկ մարդը դու ես, 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 և այդ մեկ մարդը դու ես։ Ես ուզում եմ տեսնել այդ մեկ մարդու ձեռքը վեր պարզած, վեր բարձրացրած, և այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, այդ մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ և պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Մալացիա Սեբաստիային, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների և կեցե Հայաստանի Հանրապետություն։ Սիրում եմ բոլորին։ Սիրում եմ բոլորին, հպարտանում եմ բոլորովը և խոնարհվում եմ ժողովրդին։ Այսօր ամենակարևոր իրադարձությունը, այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, և եկեք բուռն ծափերով մենք ողջունենք մեր երեխաներին և պարտավորվենք նրանց առաջ, որ այս ընտրությունների արդյունքներով մենք անշրջելի ենք դարձնելու այն, որ մեր երեխաները ապրելու են և ապրում են ազատ, երջանիկ, զարգացած, խաղաղ, բարեկեցիկ, անվտանգ հայրենիքում, այն է Հայաստանի Հանրապետությունում, փառք նահատակներին և կեցցեք Հայաստանի Հանրապետության երեխաները։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։